Նոա ֆուտբոլային ակումբը իր ակադեմիայում շրջայց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Ներկա է եղել նաև Արուշանյան մեդիա Sport News-ը։ Նոա ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը կատարված աշխատանքների մասին խոսելուց հետո ներկայացրել է նաև այն աշխատանքները, որոնք կկատարվեն առաջիկայում, մասնավորապես նոր մարզադաշտի կառուցում եւ հսկայական ենթակառուցվածքներ։ Ինչ աշխատանքներ են այստեղ կատարվում, որակի ինչ չափանիշը մեր առջև սահմանված, ինչպիսի մշակող ենք մեր առջև սահմանել, ստեղծելու լավագույն սպորտային ենթակառուցվածքներ, որպեսզի համոզվենք, որ ծրագիրը երկարաժամկետ է, ծրագրի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է եւ բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու պայմանները ստեղծելն են, որպեսզի ապագա ֆուտբոլիստները եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները ունենան լավագույն միջավայրը, որը չի զիջում լավագույն չափանիշներին, որ առկա են աշխարհում։ Մեզ համար շատ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը։ Այս ենթակառուցվածքն ընդունել ենք որպես մեկնարկային կետ եւ հենց այս համալիրում սկսել ենք մեր ավելի երկարաժամկետ ծրագրերը փորձենք իմի բերել, թե ինչ տեսանք։ Երկու խաղադաշտերն էին, որոնք առկա են առհասարակ ի սկզբանե մեր համալիրում, սակայն բնական խոտածածկի վրա, բնական խաղադաշտի վրա տեսնում եք, թե ինչ որակական փոփոխություններ կան, ասենք որ գտնվում եք։ Սա ենթադրաբար մեր ապագա մարզադաշտի տարածքն է կայանատեղին առկա X խաղադաշտերը։ Սա շենքներ գիշերային լուսավորությամբ, ինչ տեսնում եք ավելի երեկոյան շենք համույթով լուսավորված։ Ժամանակայինները, որոնք տեսնում են ներքև մեր լոգոտիպի բրենդինգով են։ Սա կցակառույցն է, որով գործելու այս շենք։ Կանք ես հիմնական շենքին, որտեղ որ գտնվում է։ Պլեյրում, որը որ ֆուտբոլիստների համար համապատասխան սարքեր, PlayStation-ներ եւ ժամանցի այլ հարմարացած բաների, ինչպես նաև մենք մեծ արդեն մեծ ժողովների սենյակը, որտեղ ֆուտբոլիստները ունեն իրենց անվանական արտովել, ինչպես տեսնում եք